Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր։ Սա Բաքվում ապօրինի գերեվարված եւ կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի խոսքն է, ով արդեն իր 3-րդ ծննդյան տարեդարձն է անցկացնում ադրբեջանական բանտում։ Հայ ժողովրդին ծնգլահան արած իշխանությունը արդեն անթաքուց եւ ցուցադրվող լկտիությամբ լսել անգամ չի ուզում ապօրինաբար գերեվարված մեր հայրենակիցների մասին։ Պարոն Միրզոյան, գերիների հարցը Արարատ Միրզոյան, անցյալդ երբեք չմոռանաս։ Դու այդ պաշտոնին հասել ես միմիայն մեր ժողովրդի միամտության պատճառով, ստելով եւ կեղծ հույսեր տալով, եւ համոզված եմ, որ ինքդ գիտակցում ես, ոնց եկել ես, դրանից ավելի վատ ձևով գնալու ես։ Գոնե այդ մի բան է, էլի ճիշտ ասեիր, ինչ ծնգլ, այդ ծնգլների խմբակ։ Զորահանդես եք անում, բա ձեր խաղաղությունը, ձեր զորավարը տեղյակ է, թե Ալիևը ինչպես է վրան ծիծաղում։ Ուй, իսկ դուք ընդհանրապես տեղյակ եք։ Համոզված եմ, հաստատ գիտեք։ Так вот, на этом стадионе премьер-министр Пашинян, который сейчас говорит, что надо было признать Карабах частью Азербайджана раньше, летом 2019 года на большом митинге сказал, что Карабах это Армения и точка. Тем самым подписал, как говорится, собственноручно себе тяжелую жизнь. Հակադարձել չեք կարող, չեք էլ ուզում, մենք դա բոլորս գիտենք։ Դուք միայն հային սպառնալ գիտեք։ Ձեր խոսույթը ամբողջովին հակահայկական է։ Ուստի Արարատ Միրզոյան, անունդ փոխի, դու այդ անվանը արժան չես, ինքդ էլ հասկանում ես։ Եվ նաև դուք ձեր խմբակի հետ հասկանում եք, որ ձեր գնալը մոտ է։ Մենք բոլորս դրան սպասում ենք։